Ուկրաինան կրկին զանգվածային հարձակման է ենթարկվել։ Գիշերը մի քանի ժամ անօդաչուների ու բալիստիկ հրթիռների հարվածների տակ են եղել Կիևը, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի եւ Վիննիցիայի մարզերը։ Կան վիրավորներ։ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ համաձայնեցված էներգետիկ զինադադարն ավարտվել է։ Մոսկվան համաձայնել էր չկրակել մինչև փետրվարի 1-ը։ Աբու Դաբիում վաղը նախատեսված խաղաղության բանակցությունների նոր փուլի նախօրեին Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով կրկին ստիպված են հարյուրավոր տներ հոսանքազրկել -23-ի հասնող սառնամանիքի պայմաններում։ Մոսկվան պնդում է, որ հարվածը հասցվել է ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Ուկրաինան իր արևմտյան գործընկերների հետ համաձայնեցրել է անվտանգության երաշխիքների նախագիծ։ Եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը խախտի հրադադարը, կամավորների կոալիցիան ռազմական պատասխան կտա։ Բրիտանական Financial Times-ը հղումանելով իր աղբյուրներին հայտնում է, որ ծրագիրը քննարկել են ուկրաինացի, ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները դեկտեմբերին եւ հունվարին, ու այն կքննարկվի նաեւ վաղը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների ժամանակ։ Ըստ նախագծի, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը 24 ժամվա ընթացքում կամ դիվանագիտական նախազգուշացում կտրվի, կամ ուկրաինական բանակը պատասխան գործողություններ կձեռնարկի։ Եթե գործողությունները շարունակվեն, կներքաշվի կամավորների կոալիցիան, իսկ 72 ժամվա ընթացքում կոալիցիայի ուժերին կմիանա նաև Միացյալ Նահանգների բանակը։ Թերթը չի մանրամասնում, թե արդյոք դա ենթադրում է ռուսական զորքի հետ ուղիղ ռազմական բախում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ անվտանգության երաշխիքներ է խոստացել ուկրաինացիներին Կիևում Գերագույն ռադայի ամբիոնից։ Կամավորների կոալիցիայի զինված ուժերը Ուկրաինայում ցամաքում, ծովում եւ օդում կհայտնվեն Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց անմիջապես հետո։ Ռյուտեն նաև հիշեցրել է, վերջին կես տարում դաշինքը Կիևին տրամադրել է իր հոբ միջոցների 90%-ը, ինչպես նաև Ուկրաինային անհրաժեշտ հրթիռների 75%-ը։ Ըստ ռազմական փորձագետների, անգամ նատոական զենքը չի փրկի իրավիճակը ռազմաճակատում։ Ռուսաստանը հիմա թուլացնում է Ուկրաինայի պաշտպանությունը Դոնեցկի մարզի Լիմանի տարածքում, հարվածելով լոգիստիկ հանգույցներին, լայնածավալ նոր ցամաքային գործողությունից առաջ։ Այս մարտավարությամբ են ռուսները հաջողության հասել Պոկրովսկի եւ Գուլայպոլիի հատվածներում։ Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու մի նոր տարբերակ է մտածել ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով, եթե Հնդկաստանը դադարեցնի ռուսական նավթի գնումները եւ նավթ ներմուծի Միացյալ Նահանգներից կամ օրինակ Վենեսուելայից, դա կարող է արագացնել պատերազմի ավարտը։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է այդ մոտեցմանը։ Սակայն Նարենդրա Մոդին հրապարակայնորեն հաստատել է միայն մաքսատուրքերի նվազեցման հարցը, չանդրադառնալով ռուսական նավթի թեմային։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։